Ղուկասյանի, դուք ինչպես եք պնդում, որ նա կաշառակեր է, եթե դատարանը նման որոշում չի կայացրել։ Նախ ես չեմ պնդում, պնդում է հակակոռուպցիոն կոմիտեն։ Բայց դատավճիռ չի կայացրել։ Ինչ անենք, հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Սիրելիներս, երբ որ ես հասկանում եմ իհարկե, որ դուք որոշել եք կաշառակերության պաշտպան դառնալ։ Չէ, մի վարքյան, դուք հիմա զբաղված եք կաշառակերության պաշտպանությամբ։ Հիմա մի վարքյան թողեք, հիմա եկեք sense պայմանավորվենք։ Կամ դուք տալիս եք հարցը, լսում եք պատասխանը, կամ դադարեցնում եք։ Ես հարցը տամ։ Չէ, որովհետև հարցը հնչել է, հիմա կսպասեք, ես կպատասխանեմ։ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ ընդհանրապես իրավապահ մարմինները մեղադրանք են առաջադրում։ Երբ որ իրենք մեղադրանք են առաջադրում, նշանակում է իրենք կարծում են, որ տվյալ անձը մեղավոր է այդ հանցանքի մեջ։ Ես լսում եմ ըստ հակակոռուպցիոն կոմիտեի, Վարդան Ղուկասյանը կաշառակեր է։ Հաջորդ հարցը։ Եթե ես չեմ սխալվում, մեղադրանքը արդեն ապացուցված է եւ հետեւաբար կաշառակեր է։ Եթե դատավարանը համարել է, որ ինքը մեղավոր է, ուրեմն կաշառակեր է։ Սպասեք, մի վարքյան։ Հեսա դրան էլ կպատասխանեմ։ Օրինակ ես երբևէ չեմ տեսել, որ դուք որևէ ընդդիմադիրի, որը ասում է, այս իշխանությունը քաղաքական բռնությունների է դիմում, կամ այս իշխանությունը դավաճան է, կամ այսինչը այնինչը բան է։ Ինչ են ասում, հեչ, դավաճան է, ագենտ է, հողատու է, հազար բան։ Ես երբևէ չեմ լսել, որ դուք սիրելի լրագրողներ, ասեք, ինչու եք խախտում իշխանության անմեղության կանխավարկածը։ Իսկ եթե դուք հարցնեիք, իրանք վստահաբար կասեին, մենք չենք խախտում, մենք քաղաքական գնահատական ենք տալիս։ Դե ես էլ եմ քաղաքական գնահատական տալիս։ Հերթով։ Անմեղության կանխավարկած այդպիսով չի խախտվում ամեն դեպքում։ Նոր պատասխանում եմ այդ հարցին։ Նոր սիրելիներս, մի վարքան։ Որտեղ ոչ միայն այս դեպքը, այլ նաև օրինակ են ենթադրյալ ահաբեկչության գործը, որ դեռ էլի չկա դատարանի որոշում, էլի իշխանության ներկայացուցիչները ազգային ժողովի ամբիոնից հայտարարեցին, որ ահաբեկչություն պետք է կատարվի։ Այս ամենը անելով նաև իրավական դաշտում խնդիրներ չեն առաջանում։ Ոչ չեն առաջանում, ենթադրյալ ահաբեկչության դեպքով բոլորը հղում են արել դատախազության մեղադրանքին։ Կրկնում եմ, եթե ըստ ձեզ ընդդիմադիր գործիչները կարող են մեզ մեղադրել գործ կարելու մեջ, որը հանցագործություն է, գործ կարելը, սիրելի գործընկերներ, հանցագործություն է։ Բարի եղեք, դուք իրենց հարցրեք, իրենք այդ մեղադրանքը ներկայացրելիս արդյոք չեն խախտում իշխանությունների անմեղության կանխավարկածը։ Եթե իրենց պատասխանը լինելու է, որ իրենք քաղաքական գնահատական են տալիս եւ եթե այդ պատասխանը ձեզ բավարարելու է, ուրեմն ձեզ էլ պետքա բավարարի իմ պատասխանը առայն, որ ես էլ եմ մի վարքյան, այսինքն ուզում եք ասեք ընդդիմությունը անպատասխանատու է, ես էլ եմ պատգամավոր ընդդիմադիր գործընկերներ, ես չեմ ավարտել։ Հաջորդը, ես չեմ պատրաստվում ձևացնել, թե ես խուլ եմ կամ խելագար եմ։ Ես լսել եմ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունը, որից ակնհայտ, ընդ որում օրինական դատարանի վճռով արված գաղտնալսում, որից ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանը պահանջում է կաշառք։ Սա իմ քաղաքական գնահատականն է։ Եթե դուք որոշել եք, որ հիմա ամբողջ քննարկումը պետքա լինի, ասեք։ Ձայնագրության մեջ մեկ կարևոր հանգաման երևի դուք վերջում չեք տեսել, որովհետև բոլոր նույնիսկ իրավապահ համակարգի այդպիսի հաղորդագրության վերջում կա այսպիսի մի նախնական բան, որ շատ լավ, բոլոր կաշառակեր սրիկաները պիտի նստեն ծանուցում, մեղադրյալը մեղավոր չի, քանի դեռ չի ապացուցվել իր մեղքը։ Պարոն Ռուբինյան, եւ գործ կարելու մասին եք դուք հատվածին, երբ աշտոնավարում էր Սարիկ Մինասյանը, ինչու է այդ ծանոթ չեմ այդ մասին։ Ինչպես է գնահատում իրավապահ մարմինների երեկվա գործողություն։ Ոչ, եւ խնդրում եմ մի խախտեք մեր անմեղության կանխավարկածը, որտեղ մեր իշխանության օրոք շոուեր դատավարը։ Պարոն Ռուբինյան, ինչպես է գնահատում։ Հարցը տալուց տվեք։ Պարոն Ռուբինյան, ինչպես է գնահատում։ Մի վարքան։ Հրավիրվել էր պարոն Ղուկասյանը
Չգիտեմ, իրենց իսկ դիվացի։ Ասում են ոտքով կգնան, բայց այդ հենց այդ կանոնացերով այդ մի քանի հազար ոստիկան չէ։ իրավապահների գործողությունները քաղաքապետարանի Սելի գործընկերներ, կողմնի օշվեք ձեզնից ով է հարց տալիս տվեք։ Եվ իր հարցի շարունակությունը ինչպես է գնահատում իրավապահների գործողությունը Շատ ես նույնիսկ մի քաղաքապետի չէին կարողանում քաղաքապետարանից դուրս հանեին, վազացրեցին, ապակիներ կոտրեցին, այն նման իրավապահ համակարգում դուք ձեր անվտանգությունը կվստահեք, վազացրեցին։ Շատ լավ եմ գնահատում եւ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատանքը, որովհետեւ իդեալական աշխատանք են կատարել եւ կարողացել են հայտնաբերել ենթադրյալ հանցագործություն եւ ենթադրյալ կաշառակերին ծանուցում մարդը համարվում է անմեղ, քանի դեռ իր մեղքը չի ապացուցվել եւ երկրորդն էլ իրավապահ մարմինների աշխատանքը շատ լավ են գնում։ Ոչ միայն իմը, ձեր անվտանգությանն էլ կվստահեմ նման իրավապահ։ Տեսեք, այս տարիների ընթացքում, երբ քաղաքացիական պայմանագիրների իշխանության եղել են իրավիճակներ, երբ որ որոշակի հանցագործությունների մեջ մեղադրվել են նաև իշխանության առանձին ներկայացուցիչներ, սակայն մենք ականատեսը չենք եղել, որ նրանց օրինակ թեկուզ հրավիրելուց ոստիկանություն կամ քննչական հակակոռուպցիոն պարկեցնեն ասֆալտին, այլ կերպ ասած շոու անեն։ Ինչու է այդ ամենը տարածվում բացառապես։ Օրինակ Երևանի նախկին փոխքաղաքապետը եւս կանոնավորվեց, բայց օրինակ նրան ասֆալտին չփռեցին։ Ինչու՞։ Բայց հարգարժան Վարդանիկի մռութն էլ ասֆալտին ես երեք չեմ տեսել, հետեւաբար իրան պարկած ես չեմ տեսել ասֆալտին։ Չէ, նկատի ունեմ ներխուժել, այսինքն Ինչ է նշանակում ներխուժելը, մարդիկ գնացել են իրավապահ մարմինները գնացել են Գյումրիի քաղաքապետարան եւ Գյումրիի քաղաքապետին Բերման են ենթարկել։ Իսկ դուք նկատել եք օրինակ ձեր մատնատշած դեպքում քաղաքապետարանի դիմաց այդ ձեր ասած չեմ էլ հիշում կալանավորվել էր, հա, կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, հա, ասած։ Հա, նկատել եք այդ պահին օրինակ Երևանի քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի դիմաց այդ ժամանակ մարդիկ կան, հա, ինչ որ խոչընդոտում էին իրավապահների գործունեությունը, կային, չկային, հետո պատասխանը ակնհայտ։ Ժողովուրդ ջան, դուք չեք լսում ձեզ կամ ինձ չեք լսում։ Իմ տպավորությունը, որ դուք ուղղակի հարց եք տալիս, հարց տալու համար դուք հարցնում եք ինձ։ Ինչու Գյումրու քաղաքապետարան գնացել էին մեծ թվով իրավապահներ, էսա չէ հարցը։ Ի տարբերություն այն դեպքի, երբ որ ժամանակ մի վարքյան, սիրելի փայլակ, մի փոխեք հարցը։ Դուք արեցիք, մի փոխեք հարցը, դուք արեցիք երկու պնդում համար մեկ ժամանակին կալանավորվել է Երևանի փոխքաղաքապետ, ինչու նրանք ասֆալտին չեն պարկեցրել։ Ես ապացուցեցի, որ ձեր պնդումը սխալ է, որովհետև Գյումրու, որովհետև խոսելը դեռ ապացույցի նշան չի։ Հիմա մենք բանավիճում ենք։ Չենք բանավիճում, մեղադրում եք ինձ բանի մեջ, որը ես չեմ ասել։ Դուք նույնիսկ մեղադրանքը մինչև վերջ չլսեցիք։ Որովհետև անհիմն է, ծանոթ։ Դու ինչ գիտեք որ։ Նայեք, դուք ասում եք, ինչու ի տարբերություն Գյումրիի քաղաքապետի ասֆալտին չի պարկեցվել բերման ենթարկվելուց Երևանի փոխքաղաքապետը։ Ես ձեզ ասում եմ, ցավոք կամ բարեբախտաբար Վարդանիկն էլ ասֆալտին չի պարկեցվել։ Հաջորդը թողեք ավարտեմ։ Հաջորդը ասում եք, ինչու են այդքան մեծ թվով իրավապահներ գնացել Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու։ Ես էլ ձեզ ասում եմ, իսկ գուցե այն պատճառով է, որ իր տարբերություն ձեր մատնանշած Երևանի փոխքաղաքապետի դեպքի մարդիկ չեն հավաքվել, որպեսզի խոչընդոտեին իրավապահների աշխատանքը։ Հիմա հարցի շարունակությունը Կոչուբաևի դեպքում խոչընդոտող չկար, իրեն ինչու փռեցին ասֆալտին։ Չեմ հետևել այդ դեպքին, չեմ կարող մեկնաբանել։ Օրինակ իրոք չեմ հետևել։ Պարոն Ռուբինյան, Հայաստան դաշինքը երեք հայտարարությամբ հանդես եկավ, որում մասնավորապես նշված է վաղաշաբաթ խոշորացված համայնքում նշանակված ընտրություններից առաջ Գյումրու համայնքապետի ձեռնարկությունը հստակ ուղերձ է տեղական ինքնակառավարման մարմինների իշխանությունը պատրաստ չէ հանդուրժել որևէ ինքնակառավարում, որևէ Սկիզբը շատ ճիշտ էր, վերջը շատ սխալ էր։ Գյումրու քաղաքապետի ձեռնարկությունը իրոք ուղերձ է բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, որ կաշառակերությունը լավ բան չի եւ պատժվելու է։ Եվ ոչ միայն տեղական ինքնակառավարման մարմինների, սա ուղերձ է բոլորին, որ բոլոր կաշառակերները հայտնվելու են իրենց արժանի խցում։
Ես լսել եմ ձայնագրությունը, դա ինձ հերիք է քաղաքական գնահատական տալու համար։ Եթե բացակ հայ-թուրքականի հետ կապված ինչ նորություն կատարվում։ Մոտ ժամանակներս տեղի կունենա միջգերատեսչական հանդիպում Գյումրի կարս երկաթգծի վերականգնման եւ ոչ միջգերատեսչական տեխնիկական հանդիպում, դրանից հետո մանրամասներ կհայտնվեն։ Պարոն Ռուբինյան, քննիչը որ եկավ Հայաստան, հա, իր անձնագրում կնիկ դրվել է մուտքի եւ երկի։ Դա պետք է այլ համինների հարց։ Երևանում է լինելու հանդիպումը։ Դուք ասացիք, թե որոշ ժամանակ անց տեղի կունենա միջգերատեսչական։ Կասենք հետո։ Սահմանների բացման մասին կա։ Սահմանների Գյումրի կարս երկաթգծի վերագործարկման մասին։ Իսկ սահմանների բացման մասով քննարկումներ շան։ Այո։ Ինչ Ով։ Ով է ասում։ Որ մամուլը։ Ով։ Հա։ Դե մամուլին որ տեսնեք, կասեք, որ հիստերիայի մեջ ինքն է։ Բայց ամեն դեպքում հանգստացնում ձեզ մեր ձևով շարժումը, որ այդքան մեծ թվով մարդիկ են հավաքում։ Ինչու պետքա ինձ անհանգստացնի մի վարքան էլի, ախր ինչու ինձ պիտի անհանգստացնի ինչ որ մեկի հանրահավաք։ Ինձ ուրախացնում է, որ մեր երկրում քաղաքական ուժերը կարողանում են անել հանրահավաք եւ ի տարբերություն այլ տարիների այդ հանրահավաքի ժամանակ օրինակ դիմավորկավորված ուժայինները չեն գալիս, ծեծում եւ սպանում այդ հանրահավաք անողներին։ Բայց մարդկանց թիվը ձեզ չի անհանգստացնում։ Ինչ 7500 թիվը ոչ չի անհանգստացնում։ Դե հիմա ես հակված եմ հավատալ ավելի բան, ինչ ասեմ, հարգված կազմակերպություններ, բայց ասեմ ձեզ, նույնիսկ եթե 30000 լինի, չի անհանգստացնում։ Մեր երկրում իշխանությունը ձևավորվում է ընտրությունների միջոցով, ժողովուրդը 2026 թվականին ում կուզի կընտրի։ Չեք անհանգստանում, որ սիրո եւ համերաշխության կոչերով եկած իշխանությունը պաշտոնավարումից 7 տարի անց 30000 հոգի եւ ավելի։ Բայց ինչի 7 տարի անց, 5 տարի առաջ էր, 5 տարի անց էր 30000։ Ես էլ եմ այդ ասում եմ, ինչի 7 տարի անց, 5 տարի անց էլ 5 չէ նույնիսկ ներողություն։ 2 տարի անցել, 3 տարի անցել էր 30000 հոգի, պահանջում է իշխանապողություն 2021 թվականի հունիսին ընտրություններից անմիջապես առաջ Ռոբերտ Քոչարյանը եւ աջակիցները հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք են արել, որին մասնակցել է կրկին ըստ իմ շատ հարգած արժանահավատ աղբյուրների մասնակցել է 30000 մարդ, որից ընդամենը օրեր անց մենք հաղթել ենք ընտրությունները։ Ինչ խնդիր։ Իսկ ինչու եք խախտում իմ ամեղության կանխավարկածը։ Դուք պնդում եք, որ ես ինչու եք մեր ամեղության ինչու եք մեր իշխանությունը չի կարող իշխանությունը չի կարող որևէ մեկին կալանավորել, կարող են համապատասխան իրավապահ մարմինները դատարանի վճռով եւ հետեւաբար խնդրում եմ ձեզ չխախտել իշխանությունների խնդրում եմ չխախտել Նիկոլ Փաշինյանի ամեղության կանխավարկածը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող հրահանգներ տալ դատական իշխանության։ Ինքը նաև ասել է, որ ինքը չի տալիս հրահանգներ։ Նույն հարցը մի ուրիշ կերպ տամ, ես Վարդապետյանի արժեհամակարգի Ես ըստ էության շատ ըստ էության պատասխանեցի։ Վարդապետյանի արժեհամակարգի կրողը չեմ, բայց ինքնությունը որոշ առումով ինչով է ճիշտ, որ այնուամենայնիվ դուք են իշխանությունը պետք է լինեք, որ ամեղության կանխավարկածը չխախտեք, մինչև դատավճիռ չլինի, այդ բոլորը շոուն Ինչու եք խախտում մեր ամեղության կանխավարկածը, ինչ նշանակում շոու, ինչու եք իրավապահ մարմինների ամեղության կանխավարկածը խախտում։ Իրավապահ մարմինները շոու չեն անում, իրանք իրենց աշխատանքն են կատարում։ Ես ձեզ կոչ եմ անում, քանի դեռ դատարանի վճիռ չկա, իրավապահ մարմինների աշխատանքը չանվանել շոու, Նիկոլ Փաշինյան չմեղադրել շոու չի եղել, ոչ մի դեպքում շոու չի եղել։ Ես չգիտեմ, դրոնն է գաղտնալսել թե չէ։ Ես նախ չգիտեմ դրոնը եղելա թե չէ։ Երկրորդը ձեր հարցը ինձ չի ուղղված, այլ իրավապահ մարմիններին է ուղղված։ Երրորդն դուք գնացեք դուք այդ հարցը տվեք Ռոբերտ Քոչարյանին, ասեք Ռոբերտ Քոչարյան, այդ որ պապլավոկից դուս եկա, կարող եք ձեր թիկնապային ձեր տանենք, որ մարդուն անդազան չան, մի վիճեք իմ հետ, կգնաք Ռոբերտ Քոչարյանին կհարցնեք,
կացնեք, գնացեք Ռոբերտ Քոչարյանին, կասեք պարոն Քոչարյան, ձեր թիկնապահին, կասեք շեֆ, ձեր թիկնապահին իջի ձերը չտարակ, որ անդազահան չանի այդ մարդուն ու դաշնակցականին չսպանի։ Եթե այլ հարցեր չկան, ես գնացի։ Կան այլ հարցեր կան։ Այո։ Ըստ ձեզ այս ձերբակալությունը, կալանավորումը կարող է դիմադրություն առաջացնել ընդդիմադիր ընտրականների մոտ եւ կոնսոլիդացնել։ Ես խորապես վստահ եմ, որ մեր հանրապետությունում կաշառակերության աջակից ընտրազանգված գոյություն չունի։ Ես չեմ ճանաչում մեկ Հայաստանի քաղաքացի, որը հանուն կաշառակերության աջակից։ Սա է ձեր հարցի պատասխանը։ Ամեն դեպքում անմեղության կախավարկածը ոչ Մի խանգարեք ձեր գործընկերոջը, հարց է տալիս։ Բայց Էմա Խնդրեմ։ Ինչ եք խոսում։ Ձեր գործընկեր Էմա Պալյանը ամուսնու հետ կապված եւ հաստատություններով ապացուցված է, որ իրենց տան բնակարանը ինչ-որ ապօրինի կերպով առաջ են տվել եւ այլն, սա կաշառակերության դեպք չի, հովանավորչության դեպք չի, թե դուք դա Ես ձեր հարցի թեմայից տեղյակ չեմ, խոստանում եմ ուսումնասիրել, բայց ենթադրում եմ, որ ելի ձեր խոսքերի մեջ ամեղության կարգավարկածի խախտում կա։ Ամեն դեպքում չխախտելով ձեր Մի խանգարեք ձեր գործընկերներին։ Անմեղության ԿՊ-ի եւ իրավապահ համակարգի անմեղության կանխավարկածը չխախտելով ամեն դեպքում, եթե մեր ձևով շարժումը որևէ այսպես անհանգստություններ չէր առաջացնում, ինչու մեկ բառի համար Սամվել Կարապետյանը կալանավորվեց եւ անընդհատ նրա կալանքը երկարաձգվում է։ Ինչ հանցակազմ կար մեր ձևով բառի մեջ։ Բայց ով ասաց, որ տեսեք, համ ասում եք անմեղության կանխավարկածը չխախտելով, համ ասում եք մեկ բառի համար ձերբակալվեց։ Եթե դուք պնդում եք անում, որ մեկ բառի համար է ձերբակալվել, նշանակում է դուք պնդում եք առնում, որ անմեղ մարդուն իրավապահ համակարգը ձերբակալել է։ Դա անմեղության կանխավարկածի խախտում է։ Երկրորդը մեղադրանք է առաջադրվել տվյալ անձին իշխանության բռնի ոնց էր որ հոդվածով էր իշխանության բռնի իշխանազավթման հոդվածով, որովհետև համապատասխան, որովհետև իրավապահ մարմինները եւ դատարանը համարել է, որ իր խոսքերը բավարար են կասկած հարուցելու համար, որ մեղադրանքը իրականն է։ Բայց փաստական հիմքեր չի ներկայացվել, միայն ձևով արտահայտություն է։ Ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի մի վարքյան, դա ձեր գնահատականն է, դա ձեր լրատվամիջոցի գնահատականն է։ Դուք ձեր բոլոր լրատվամիջոցներով կարող եք գնահատել, որ Վարդանիկը սուրբ է, Ռոբերտ Քոչյանը սուրբ է, Սերժ Սարգսյանը սուրբ է եւ դուք դրա իրավունքը ունեք, բայց իրականությունը դրանից չի փոխվում։ Պարոն Ռուբինյան, եթե ես չեմ սխալվում, օրենսդիր մարմնի բայց մի վարքան էլի անդադ նույն մարդիկ եք հարց տալիս, ես առաջարկում եմ Tribune Հա, ոչինչ, ես ներողություն շարունակեմ հարցը, սա ճեպազրույց է։ Եթե չեմ սխալվում, օրենսդիր մարմնի ներկայացուցիչը բացի պատգամավորական գործունեությամբ, այլ գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, եթե դա գիտական աշխատանք չի եւ հասարակական։ Հիմա դուք եւ Վահագն Ալեքսանյանը, որ Civic-ում եք աշխատում, բարձրացնում եք, բա ինչ եք անում եք աշխատում, բա ինչ եք անում։ Այդ նույն տրամաբանությունն է, որ դուք հիմա ինձ ասեք, որ ես աշխատում եմ բան Չէ, դուք այնտեղ Հիսուս Քրիստոս, բան 5-րդ տալիքում կամ ՀԺ-ում կամ H2-ում կամ Tribune AM-ում եւ այլն։ Դրանք տարբեր բաներ են։ Տարբեր բաներ չէ, absoluտ։ Ես աշխատում եմ բարձրացնում եւ ես գրանցված չեմ որպես աշխատող։ Ինչու կարիք առաջացավ ոդկասթի, ձեր խոսքը ասելիք։ Այ լավ հարցեր եք տալիս։ Այո, ասեմ։ Չէ, ասեմ ինչի ոդկասթի կարիք առաջացավ։ Ես զգացի, որ երբ որ ճեպազրույց եմ տալիս ձեզ բոլորիդ, դուք րոպեն, ասենք, չգիտեմ, 16 հարց հաճախականությամբ ինձ ընդհատում եք եւ չեք թողում պատասխանեմ։ Կամ սկսում եք մի վարքյան, կամ սկսում եք վիճել ինձ հետ, ինչին ես դեմ չեմ, կարելի է բանավեճային ֆորմատով զիջել, բայց ես զգացի, որ դուք շատ եք դժվարացնում իմ մտքերն արտահայտելը, որովհետեւ ընդհատում եք ինձ։ Հետո պարոն Ալեքսանյանը ինձ խոստացավ, որ չի ընդհատի, ես էլ իրեն խոստացա, որ չեմ ընդհատի։ Բայց այդ ֆորմատը չի, որտեղ եթե մենք սուր հարցեր ուզենք, մենք գալիս ենք ստեղ, տեսնում եք, չեմ խոսապում բացարձակ ձեզ։ Երկու հարց բան։ Բայց վերջին հարցը էլի։ Վերջին երկու հարց։ Հա,
որտեղ պիտի նիստ Նախ վարեն։ լրատվամիջոցների հետ կապված ասացի Քերինեի հարցին պատասխանելիս, որ դուք ազատ եք որպես լրագրող լրատվամիջոց ունենալու ձեր կարծիքը, բայց չգիտեմ ինչի ստատուսներ եք գրում, որ պարսավանքի արժանի այն բոլոր լրատվամիջոցները, որոնք պաշտպանում են կաշառակեր սրիկայի, նախ դուք ինքներդ կարգել եք մարդուն արդեն կաշառակեր սրիկա առանց դատական ակտի ու նշել եք հրապարակի խմբագրի Արմինե Օհանյանի անունը։ Սա ինչ է, եթե ոչ լրատվամիջոցներին թիրախավորում, պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից։ Շատ լավ։ Հիմա արագ խնդրում եմ մի ընդհատեք, որտեղ պետք է գնամ նիստ հասցնեմ պատասխանեմ։ Սիրելի Ռիփսիմե, լրատվամիջոցի թիրախավորումը հետևյալն է։ Օրինակ, երբ որ ինչա, լրագրողին ծեծել են տալիս։ Օրինակ, երբ որ լրագրողին վրա գործ են կարում, նստացնում են։ Օրինակ, չգիտեմ, երբ որ մտնում են մի վայրկյան, մտնում են խմբագրություն, ինչ ասեմ, համակարգիչները արգրավում են։ Երբ որ, չէ, ոչ միայն ֆիզիկական, ասում եմ, երբ որ դատում են եւ այլ իմ ասածը, քննադատություն է, սովորեք քննադատության։ Բոլորը վիրավորանք չի, ոչ ոքի չէ վիրավորանք։ Դե հիմա ես պատճառ ունեցել եմ դասելու համար եւ դա վիրավորանք չի։ Հաջորդ երկրորդ հարցը։ Ոնց է ստացվում, որ կաթողիկոսի հետ կապված այդ հայտնի ձայնագրությունն է, այսպես ասած, ուծեչկա է կանում Կարոն Չախոյանի հետ կապվող Media News AM։ Ես ոչինչ ուծեչկա չեմ անում։ Դուք չեք արել դա։ Բա ո՞նց է լինում, որ հենց այդ լրատվամիջոցի միջոցով է։ Չգիտեմ, իսկ ոնց են լինում, որ տարբեր ստահոդ լուրեր սպրդում են տարբեր լրատվամիջոցներով, այդ թվում որոշ լրատվամիջոցներով, որի ներկայացուցիչներից դե խոսքը գաղտնալսման, գաղտնի ձայնագրման մասին։ Բայց դուք ինչ գիտեք, ո՞վ է դա գաղտնած լսել, ով է ձայնագրել դա։ Դուք գիտեք, ես չգիտեմ։ Ոնց է, որ Նաթան Սրբազանի ասում եմ, ով է ձայնագրել, դու դա գիտեք։ Դուք պիտի իմանաք։ Ես էլ չգիտեմ։ Ես մամուլում եմ տեսել։ Հա ինչ անեմ։ Ինչ այսինքն ցանկացած, եթե դուք վաղը ինչ որ մեկին գաղտնալ լսեք, ես եմ դրա համար պատասխանատու։ Այսքանով ավարտենք, շնորհակալ։ Պետական գաղտնալսման մասն է։